Իսկ ես նաև ուզում եմ խոսել դպրոցների մասին, որտեղ գնահատանքի Blue Ribbon կոչված դպրոցների ցանկը ցուցադրեմ ձեզ, այստեղ տեսնում եք Los Angeles County 2025 թվի Կալիֆոռնիայի Blue Ribbon Schools ամենա բարձրագույն որակով լավ դասավանդումներ տեղի ունեցող եւ աշակերտությունը քննությունների մասնակցեն են մեծ գնահատանքի են արժանացել այստեղ տեսնում եք բարձունքում Willowbrook դպրոցը Unified School-ը գնահատվել է Anderson Clark որ Glendale-ի դպրոցն է որը Նյու Յորք փողոցի ամենամիշտ առաջին տեղ գրավող դպրոցներից է Շամելյան հայկական դպրոցը Glendale Unified School District-ի այդ տարածքում տեսնում եք գնահատվել է նաև Շամելյան հայկական դպրոցը եւ ուրիշ դպրոցներ սրանք Blue Ribbon շատ դժվար է որ կարողանան այդպես մեծ այսպես հարգանքի ենթարկվել այսպես տեսնում եք այդ ցանկն է որ ես ուրախ եմ շնորհավորում եմ Clark-ը երկար ժամանակ հայտիկին էր տեսչուհին հիմա դպրոցի ղեկավարության մաս է կազմում եւ Շամելյան հայկական դպրոցը ես շնորհավորում եմ բոլոր ծնողներին որ այդպես երեխաներ են դասյարակել որ կարողանում են արժանանան այս պատվին Blue Ribbon դպրոցի մաս կազմեն իսկ ես հիմա ուզում եմ խոսել մելատոնինի մասին եմ ուզում խոսել Մելատոնինը նախ ձեզ բացատրեմ, որ ամեն անձ, երբ որ քնում է, մելատոնինը բնական, երբ որ քնում եք, այսինքն այդ մելատոնինն է պատճառ դառնում, որ հորմոն է, բնական մարմինը պիտի ստեղծի։ Որոշ մարդկանց մոտ մելատոնինը այդքան բավական չի կարողանում մարմինը ստեղծել ամեն ինչի նման է մարմինը կարողություն ունի մի բանի մյուսի կարողություն չունի ամենատեպս այս մելատոնինի մասին մեծ ուսումնասիրություն է տեղի ունեցել ինսոմնիա այդտեղ տեսնում եք նրանք որ դժվարություն ունեն քնելու անքնության խնդրեմ ունեն որ ես ինքս այդ անձիկից եմ տառապող ինձ մելատոնին են օգտագործում կամ գամի տեսակ է կամ այսպես հաբերի տեսակ է հեղուկի տեսակը կա հիմա American Heart Association մեծ բժշկական կազմակերպություն Ամերիկայի ասում է որ նաև խնդիրներ կա այդպես չի որ դուք վերցնեք ես հիմա մի տարօրինակ երբ որ ուսումնասիրում էի այստեղ դուք առանց տեղատոմսի եք վերցնում մելատոնինը Անգլիայում առանց բժշկի տեղատոմսի անձը չի կարող մելատոնին օգտագործի հիմա տեսեք մեծ տարբերություն հետո անդրադարձա որ ուրիշ երկրներում այսպես չի որ ազատ է այստեղ հիմա մելատոնինը սրտի heart attack heart risk այս ուսումնասիրությունը մեծ ուսումնասիրություն է տեղի ունեցել երկար տարիներ 5 տարի 130,000 մարդու ահա այս ուսումնասիրության մաս են կազմել ուսումնասիրությունները սովորաբար լինում է ավել կարող է քիչ թվով լինի սա 130,000 մարդու այսպես տարիներ հետևեն են որ ոմանց մելատոնին չեն տվել ոմանց տվել են տարբերություն տեսնում են նախ որ Սովորական մահը 4.3% է, իսկ նրանք որ մելատոնին են օգտագործում 7.8%-ով վախտը կա որ մահանան նրանք որ մելատոնինը օգտագործում են եւ ինչ որ ասեցի քրոնիկ կամ chronic ինսոմնիա անքնություն անձը ունի բնականաբար օգտագործում է ոմանք պատճառ չկա եւ մելատոնինը օգտագործում են կարծում են բնական բույսից պատրաստված է ուրեմն կարելի է որովհետեւ բնական պատրաստված է դեղ չեն համարում քանի որ այս ուսումնասիրությունը ասում է այդպես չի իրենք ասել են որ առավել ուսումնասիրության կարիքը կա
եւ ասում են not a direct cause, ուրեմն ուղղակի չի, բայց ամենայն դեպս եւ ասել են ավելի research հարկավոր է, side effect ունի, side effect-ները իրենը մելատոնինի շատ է cardiac problem, տեսնում եք սրտի խնդիրներ կարող է տա, որ սա մինչ հիմա այսպես հստակ չէր ասվել։ Insomnia, նրանք որ չեն կարողանում քնեն, անքնության խնդրեմ ունեն, իրենց արյան ճնշումը բարձրանում է, inflammation, ուռուցքներ կարող է լինի եւ այդ պատճառով կարող է cardiac troubles leading to cardiac ուրեմն տեսնում եք այստեղ պատճառ դառնա որ սրտի անձը խնդիրներ ունենա եթե անձը նաև կարող է օգտվի մելատոնինը նազիա ունենա սրտխառնոց ունենա daytime drowsiness ուրեմն քնկոտություն ունենա վերցրել է գիշերը, բայց հաջորդ օրվա ընթացքին այդպես չի, որ գիշերը քնում է, ազդեցությունը վերանում է, ուրեմն քնկոտություն կարող է ունենա, depression կարող է բերի այս մելատոնինը եւ նաեւ mood swing, այսպես տրամադրության տատանում ունենա անձը բոլորը սրանք մելատոնինը ասում են որ կարող է ստեղծի սա մեծ ուսումնասիրություն որ հիմա այսպես հստակ բացահայտեն են եւ մեկ ուրիշ խնդրեմ մելատոնինը կարող է ստեղծի որ ուրիշ տեղեր որ եթե վերցնում եք որովհետեւ անձ որ տարիքը բարձրանում է մի քանի տեսակ տեղեր է վերցնում մելատոնինը կարող է նրանց նաեւ ազդի ուրեմն մի փոքր օրինակ ուզում եմ ասել high blood pressure ուրեմն արյան ճնշումը մելատոնինը կարող է բարձրացնի դիաբետիկ եք շաքարախտով տառապում է այս մելատոնինը կարող է խանգարի այդ հարցին seizure ուրեմն եթե ցնցում ունի տեղ են վերցնում որ այդ ցնցումները չունեն seizure չունենան մելատոնինը կարող է նրան նաև ազդի ասացի մելատոնինը հորմոն է մարմինը ինքը նաև ստեղծում է եւ եթե բավարար չի ստեղծում դա է որ անձը աշխատում է հենվի մելատոնինի վրա որ կարողանա քնի եւ բայց պետք է նկատի առնել որ այս հարաբերությունը նաև ուրիշ տեղերի հետ կարող է ազդեցություն ունենա հիմա անցնենք առաջ այստեղ տեսնում եք ինչ որ 4.6%-ով ձախում կարդում եմ likely to develop heart failure կարող է սրտի կաթված ունենա անձը նորմալ ժամանակ եթե չի վերցրել 2.7%-ով կարող է լինի եթե վերցնի 4.6%-ով ավել բախտը շատանում է իսկ 3 անգամ ավելի կարող է պատճառ դառնա որ անձը ստիպված լինի հիվանդանոց գնա նորմալ ժամանակ 6.6%-ով նաև մելատոնին ուրիշ տեղերի ազդում է հիվանդանոց են գնում այսինքն տեղերը իրար վրա ազդում են իսկ մելատոնին անձը վերցնում է կարող է 19%-ով ավել բախտը լինի որ ուրիշ ձև այսպես պատճառ դառնա որ հիվանդանոց գնա եւ քիչ առաջ նաև ասացի պատճառ դառնա որ անձը մահանա ուրեմն սրտի կարող է կաթվածք ունենա ուղեղի կարող է ունենա հիվանդանոց ստիպված է կարող է ավել բախտը կգնա կամ կարող է մահանա այսպես թվում է անտեղի չէր որ անգլիացիները թույլ չեն տալիս որ առանց բժիշկի տեղատոմսի մելատոնին կարողանան գնել ես հիմա Տաթար պիտի վերցնեմ, որ վերադառնամ UPS-ի մասին պիտի խոսեմ, ծրագիրը հովանավորում է Burbank Adult School-ն է հովանավորում ծրագիրը, սա չափահասների դպրոցն է, տարատեսակ դասավանդումներ է կատարվում, սա հեռախոսահամարն է, կարող եք զանգարեք կամ գնաք Burbank-ում, այդ դպրոցը ինչ որ Allen փողոց Burbank-ում գտնվում է, Central Avenue Pharmacy-ն հովանավորում է ծրագիրը, հայր եւ իր դուստրը տեղագործներ են
իրենց տեղատունը գտնում է Կալիֆոռնիա փողոցի վրա, շատ մոտ է բրենդի հատման կետին։ Իսկ իրենց նոր տեղատունը պիտի բաց անեն, աշխատանքը շարունակվում է, մի քանի օր հետո այդ կկատարվի, Sunland քաղաքում նոր տեղատուն են բացում։ Դուք կարող եք երբ որ տեղատունը բացեն, այնտեղ զանգարեք ձեր տեղերը, եթե դուք ապրում եք Sunland թահանգատ, Silmar, Simi Valley, այդ տարածքներում ապրում եք, ավելի հեշտ կլինի այստեղ զանգարեք ձեր տեղերը, գնաք վերցնեք կամ զանգարեք իրենք բերեն ձեր տանը։ Ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե ձեր տանը միջատ կա, Պարան բացում եք միջատ կա, մուկ կա ձեր տանը եւ մրջուն կա, եթե դուք վարձակալ եք, դուք վարձել եք ապարտման կամ վարձել եք առանձնատուն, չպիտի այդպես լինի, ձեզ պիտի հատուցում տան, դուք ոչինչ փաստաբանին չեք վճարում, մինչև կարողանա ինքը ձեզ համար հատուցում վերցնի, հետո այդ գումարից ինչ որ ձեզ պիտի հատկացնի, իրեն կվճարեք, կվերադառնա։ Ես ձեզ երեք հաղորդեցի, որ դժբախտաբար մեկ օդանավ, որտեղ UPS ընկերությունը ծանրոցներ է տանում Լուիվիլ, Քենթաքի, իրենց ամենակարևոր կենտրոնը այնտեղ է, օրը 2 միլիոն ծանրոց այդտեղից ղրգում են, Ամերիկայում մեկ, եւ սա օդանավը, ինչ որ տեսնում եք McDonnell Douglas կոչվում է MD-11, այս UPS-ը հիմա սա առաջ ճամփորդական օդանավ էր, passenger օդանավ էր, բայց հետո որ գիտեք օդանավները ամերիկյան ընկերությունները քանի տարի մեկ հետո փոխում են։ Ուրեմն այս հիմա օգտվում են ծանրոցներ տեղափոխելու համար։ Շատ աշխատող օդանավ էր, այսպես վստահելի օդանավ էր ժամանակին այդ 1990 թվականի ծառայել է 30 տարի այս օդանավը օգտագործում են, տեսնում եք յուրահատուկ էր օդանավի 1/3 էնջին, հիմա օդանավները 2 մոտոր են ունենում, ավելի խոշոր մոտորներ, այդ ժամանակ այս MD-11-ը իր այդ պոչի վրա մեկ էնջինը այդ պոչի վրա է, բացի այս թևի վրա 1/2 ուներ, հիմա թևերի վրա է 2 մեծամասնություն օդանավներ, ընդամենը 2 էնջին ունեն, 747 տեսակ կար, որ 4 էնջինուներ էլ չեն օգտվում, այսպես տեսնում եք, այս օդանավներից էր ինչ որ վայր ընկավ եւ ես ձեզ երեք ասացի 4 հոգի մահացան, հիմա բանից դուրս է գալիս, երբ որ այդտեղ որ վայր ընկավ, այսինքն իր մի թևը հրդեհվեց, վայր ընկավ եւ այնտեղ այսպես դիպո կա, որ նավթը, յուղը, դրանք որ պետք է բոլորին ասում են մեծ ընկերությունները չեն կարող թափեն, ասենք այս կոյուղու ջուրի մեջ չեն կարող թափեն, պետք է տանեն, աշխատել վրան։ Այնտեղ այդ ամբարը լինում, որ մարդիկ այդ ուղարկում են այդտեղ եւ այս օդանավը վայր է ընկնում, թևը վայր է ընկնում այդ կենտրոնի վրա եւ դրա համար այսպես խոշոր հրդեհ կտեսնեք տեղի է ունենում եւ 12 տեսեք պայթում է, ճիշտ ռումբի նման պայթում է, տեսեք օդանավը եւ ճիշտ կողքը օդանավակայանի զարմանալի է, որ այդ պահեստն է, այստեղ մեկը զանգում է, որ օդանավը վայր է ընկել, տեսնում եք տարբեր անկյունից բարձրանալիս, անմիջապես բարձրանալիս պատահում է Լուիվիլ, Քենթաքիում եւ այսպես խոշոր հրդեհ եւ հիմա ասացին, որ 3 հոգի օդանավի մեջին 9 հոգի դրսում մահացել են, դրանց մեջ նաեւ մի երեխա է լինում, այսպես տեսնում եք դժբախտություն, ինչ որ պատահել է։ Իհարկե հրդեհը երկար ժամանակ տևեց, մինչև մարեցրին են օդանավն եք տեսեք, այսպես դժվար կացություն, մեկ հոգի նայում է, տեսեք ահուս հարսափից փախչում է այդտեղ,
Ամենայն դեպս Boeing MD-11, այսինքն սա McDonnell Douglas է, MD-11 34 տարից օգտագործել են երրորդ թռիչքն, այսինքն նույն օդանավը իր երրորդ ժամն էր, որ թռչում է մի տեղից։ Պետք է գնար Հովայի ամենայն դեպս մի maintenance կամ նորոգումներ մտցրած էին անցյալ ամիս մեջը եւ ասեն էին, որ ամեն ինչը ճիշտ աշխատում է, այսպես գիտեք ամեն ժամանակ հետո օդանավը չեք են անում դժվարությունների համար։ Ես ուզում եմ հիմա խոսել օդանավակայանների մասին։ Այսօր Շոն Դաֆի transportation-ի մինիստրը կամ նախարարը ասաց, որ 10% թռիչքները իջեցնելու ենք, որովհետև աշխատող օդանավակայաններում մեծ դժվարություն կա։ TSA, նրանք որ ճամբրուկները եւ այլն չեք են անում, մի մասը զանգարում են, ասում են չենք կարող աշխատանքի գանք տարբեր պատճառներով եւ ուրիշ օդանավում աշխատողներ բոլորը դժվար կացության մեջ են, որովհետեւ աշխատավարձ չեն ստանում։ Նրանք որ TSA-ի համար են աշխատում եւ ուրիշ օդանավակայաններին կապվող, որ կառավարության հովանու տակ է կառավարությունը, որովհետեւ աշխատանք այսօր 36-րդ օրն է, որ Ամերիկայի կառավարությունը փակ է, ներկայացնի տուն սենատի անդամները չեն համաձայնվում, ամեն ինչ փակված է, աշխատավարձ չեն ստանում, կառավարության համար աշխատող, դա TSA օդանավակայանում աշխատողները աշխատավարձ չեն ստանում։ Հիմա ես հաճախ բացատրել եմ, երբեմն ինձ տեսնում են էլի հարցնում են, որ իրենց աշխատավարձը հետո կստանան, այո, TSA-ի այդ ոստիկանները օդանավակայանում այո կստանան, ուրիշներ որ կառավարության մասամբ իրենց աշխատավարձ կստանան, որ աշխատում են, բայց հիմա չեն ստանում, հետո կստանան։ Հիմա իհարկե երկու դատարան հրամաններ, որ նախագահ Թրամփը 4 միլիարդ գումար կա ծախսի, որ քիչ հետո պիտի անդրադառնամ, որ այս SNAP-ը այդ հարցի համար կարողանան ծախսեն, ամենայն դեպս վերադառնամ օդանավակայաններին, մարդիկ կան այս երկրում, որ ինչ որ աշխատավարձ է ստանում, այդքան ծախսում է։ Հայերը, ուրիշ երկրացիները սովորաբար մի քիչ գումար պահ են դնում, save են անում, կամ եթե դժվար առիթ է եղբայրից, քույրից, ընկերից, ընկերուհուց, ուրիշից կարող են մի գումար վերցնել, այստեղ այդպես չի։ Եթե աշխատավարձ չունի, ուրեմն գումար չունի ծախսելու, որովհետև saving չունեն, պահ չի տրված գումար։ Ինչքան որ աշխատում է, այդքան ծախսում է։ Հիմա պատկերացրեք ընտանիքը, երեխաներ կան, ծախսերը պիտի ուտելիք պիտի ապահովեք եւ այլն, եթե չեն կարողանում, օրինակ ոմանք այս TSA-ի աշխատողները գնացել են Uber են քշում, որպեսզի անմիջական գումար ստանան, այդպես դժվար չլինի, կամ ուրիշ գործ են անում, որ անմիջական դրամ կա։ Դրա համար է TSA-ի աշխատողներն էլ ճիշտ ուրիշների նման այսպես աշխատանքի ոմանք չեն գնում։ Ես հիմա ուզում եմ այստեղ ձեզ ցուցադրել, այստեղ տեսնում եք Շոն Դաֆի այդ նախարարն է, որ ասում է 10% թռիչքները պակսեցնելու են 40 ամենախոշոր օդանավակայաններում, դրանց մեջ նաև Լոս Անջելեսը, Նյու Յորքը եւ որպեսի չեն կարողանում մտահոգված են, որ կարողա օդանավային արկածներ լինի, ինչ որ այս վերջին օրերում ես ձեզ մի քանից ցույց եմ տվել։ Հետո օդանավակայանում տեսեք երկար պիտի սպասեն, նախագահ Թրամփը մեղադրում է դեմոկրատներին, դեմոկրատները բնականաբար մեղադրում են Թրամփին։ Այստեղ Շոն Դաֆին, ուրեմն ասում է 10%-ով իջեցնելու ենք, տարբեր օդանավակայաններ ավել քիչ թռիչքներ են ունենալու, հիմա այդպես դերություն է, ինչ որ տեսնում եք այստեղ։ Սա 36-ը ուրեմն ամենաերկար տևողությամբ դեպքն է, ինչ որ պատահում է, որ աշխատանք տեղի չի ունենում այս երկրում, նախագահ Թրամփը իհարկե ճնշում է բանացնում
որովհետև ներկայացնի տան մեջ ինչ որ ռիփաբլիկանները որոշել են անց են կացրել, բայց սենեթը 60 քվե պետք է որ մի բանը որ ուզում են հաստատեն 60 քվեարկության կարիք ունի։ Թրամփը ասում է դա վերացրեք ռիփաբլիկան սենեթերներին, բայց ռիփաբլիկան սենեթերները չեն ուզում վերադարձնել, որտեղ ասում են մի ժամանակ հետո ինչպես անցյալում էր դեմոկրատները կդառնան մեծամասնություն ու առանց խորհրդակցելու նույն արին իհարկե դեմոկրատները սրանից առաջ երբ որ Բայդենը նախագահ էր եւ Բայդենը ինքը հավատացած էր որովհետեւ ինքը սենատոր էր եղել Օբամայի ժամանակ ավել այդ հարցը բարձրացրին դեմոկրատները որ սենատորները չեզոքացն այս հարցը որ 60 սենատոր պիտի քվեարկի այլ մեծամասնությունը դառնա որ կարողանային իրենց գաղափարը հաստատման հասցնեն հիմա Թրամփն է պահանջում բայց ռիփաբլիկան սենատորները չեն համաձայնվում դրան որտեվ իրենք կմնան Թրամփը կգնա երբեմն սենատոր կա 30 տարի 40 տարի ծառայում է հետո որ դեմոկրատները մեծամասնություն լինեն իրենք որևէ ազդեցություն չեն ունենա ես ուզում եմ շարունակել եւ խոսել Supreme Court-ի մասին Supreme Court-ին մեկ դատ իրենք ուսումնասիրում էին այսօր որ պիտի վճիռը տան իհարկե չեն ասել երբ վճիռը միայն դատը լսեցին այստեղ տեսնում եք 6-ը Republican նշանակված Supreme Court-ի անձիկ են 3-ը դեմոկրատների կողմից նշանակված են այս վերջում տեսնում եք այդ կինը նշանակված է դեմոկրատ նախագահի կողմից սա նշանակված է Բայդենի կողմից դեմոկրատ նշանակված է եւ ամենա այստեղ տեսնում եք Քեգն նշանակված է նաև դեմոկրատ նախագահի կողմից ուրեմն 3 դեմոկրատ կիներն են մնացած 6-ը ինչ որ տեսնում եք ռիփաբլիկան նախագահների նշանակումն է մանավանդ այս վերևում կանգնածը 3-ը նախագահ Թրամփի նշանակած Supreme Court-ի դատավորներն են լսեցին դատավարությունը բայց այնպես որ հարց էին տալիս թվում է որ այս նախագահի ցանկությունը ինչ էր դատը այս դատը նախ ամեն դատ որ բացվում է նախ գնում է նախնական դատարան Federal Court, հետո գնում է վերանայման դատարան, հետո գնում է Supreme Court-ը կամ Գերագույն ատյան է գնում։ Երկու դատարանները այդ վճիռը տվեն էին, որ Թրամփը չի կարող թերիֆ պահանջի ուրիշ երկրներից ինչ որ հիմա գալիս է այս երկիր պետք է հարկ վճարեն, թերիֆ պիտի վճարեն։ Ուրեմն դատավարությունը այսպես էր որ չի կարող։ Հիմա եթե շարունակվի մինչև տարվա մեջ 1 տրիլիոն գումար է հավաքվելու կառավարության գանձանակի մեջ բայց հիմա այս է հարցը որ արդյոք Ամերիկան եթե թերիֆ է վերցնում պետք է ներկայացների տան եւ սենեթի անդամները դա հաստատեն ոչ թե նախագահը որոշի այդ հարցն է որ իրենք հարց էին տալիս անգամ ռիփաբլիկան նշանակված դատավորները հարցնում էին արդյոք չպիտի ներկայացնի տուն եւ սենեթը այդ հարցը որոշեն իհարկե Թրամփի կողմից եկող փաստաբանները իրենց բացատրությունը տվին մյուս կողմը իրենց բացատրությունները տվին ամենայն դեպս թվում է որ չեն հաստատելու որովհետեւ ասացի օրենք կա այս երկրի օրենքն է որևէ հարկ ուրիշից պահանջելով եւ նաեւ պետք է ավելացնեմ որ ամեն մարդու համար տարեկան ամեն ընտանիքի համար $1200 այս թերիֆները որ հարկեր ինչ որ պահանջում են ժողովուրդը Ամերիկայի ժողովուրդը պիտի վճարի ուրիշը չի վճարում մեկ բիզնեսմեն պատկերացրեք $10,000 ապրանք է բերել այստեղ պետք է հարկ վճարի կապված որ երկրից է 15%, 25%, 40% պիտի հարկ վճարի այդ անձը որ բերել է ապրանքը այդ հարկը ավելացնում է այդ ապրանքի ծախսին օրինակ շապիկ է արել Չինաստանից բիզնեսմենը բերել է առել է $10 հիմա եթե կառավարությունը 40% հարկ է ուզում ուրեմն այդ շապիկը կլինի $14 ինքն էլ մի քանի դոլար պիտի օգտվի դա կավելանա ուրեմն մարդիկ որ այստեղ գնում են իրենց համար թանկացել է միջին $1200 դուք հիմա ավել եք վճարում քան թե
նախքինը ինչ որ դրսից գալիս է տարեկան այդքան ամեն մարդագլուխ ծախսն է դառնում հիմա իրենք պետք է որոշեն չեն ասել երբ կորոշեն որովհետև Supreme Court-ը երբեմն մի բան ուսումնասիրում է հետո իր վճիռը տալիս է երբեմն շուտ է հայտարարում իր վճիռը իրենք կամքով ինչքան ժամանակ ուզեն կարող են հատկացնել մինչև վճիռը տան այս հարցի հիմա ինչ է լինելու շարունակենք եթե տեսնեք ուրեմն ինչ որ դրսից գալիս է տեսնում եք ամեն ինչ այս երկիրը հիմա դրսից է գալիս այս ծանրոցները տեսնում եք Չինաստանից Հնդկաստանից ուրեմն երբ որ գալիս է այստեղ հարկ պիտի վճարեն հետո խանութ բանը բիզնեսմենը բերում է եւ դուք վճարում եք այդ հարկը ինչ որ կառավարությունը պահանջում է հիմա ասացի հետո կորոշեն Supreme Court-ը ինչ է լինելու այս հարցը ես ուզում եմ խոսել նաև Նյու Յորքի ընտրության մասին ընտրություն տեղի ունեցավ 3 Ամերիկայի տարբեր տեղերում որոշ այս տարի ընտրությունները որոշ ընտրություններ հաջորդ տարվա նոյեմբերին է լինելու օրինակ բոլոր ներկայացների տան անդամները հաջորդ տարի 435 անդամ կա պետք է ընտրության մասնակցեն սենատորների 1/3-ը մյուս տարի իրենց ընտրության ժամանակն է օրինակ եւ այսպես քաղաքներ եւ այլն ընտրություն են ունենալու նաեւ այս տարի օրինակ Նյու Յորքը իր քաղաքապետ ընտրելու ժամանակը այս տարի նոյեմբերին էր Վիրջինիայի նահանգապետ ընտրելու այս տարի էր ընտրությունը Նյու Ջերսիում այդպես էր Ես հիմա ուզում եմ ցույց տալ մասամբ թեև դեմոկրատական նահանգներում է դեմոկրատները մեծ հաջողություն են Մամդանի տեսնում եք այդտեղ սա երկուսը Վիրջինիա այդտեղ Վիրջինիա եւ սա Նյու Ջերսի ընտրվել այս կինը ներկայացնի տան անդամ եղել զինվորական ծառայություններ է տվել անցյալում օթաչու եղել դառնում է դեմոկրատ կուսակցության պատկանող է դառնում է Նյու Ջերսիի նահանգապետը Վիրջինիայի նահանգապետին եք տեսնում ամենայն դեպս Թրամփ այսօր խոսեց այս մասին եւ սպիտակ տան մեջ տեսնում եք Թրամփին որ ռիփաբլիկաններին հրավիրել էր այսպես խոսեց այս մասին ամենայն դեպս Նյու Յորքի ընտրության համար ցախում տեսնում եք Մամդանի տեսնում եք որ մուսուլման է ինքը ծնվել է այստեղ, բայց ծնողները Եգիպտոսից եկող են 50.4%-ով քվեները ապահովեց նախկին մեջտեղում տեսնում եք նախկին 3 նստաշրջան նահանգապետը Քոմո նա էլ դեմոկրատ է նախագահ Թրամփը ասում էր 2 վատ երրորդը աչում տեսնում եք ռիփաբլիկաններ բայց շատ քիչ քվեներ հավաքեց անգամ Թրամփը ասում էր որ դուք Քոմոին մեջտեղում նախկին նահանգապետին քվեարկեք որ դեմոկրատ է ասում է նա վատ է բայց Մամդանին շատ վատ է ուրեմն բնավ իրեն մի քվեարկեք եւ այս գումարը եթե ինքը ընտրվի որպես քաղաքապետ ֆեդերալ գումար պետք է այնտեղ ղրկեն չեմ ղրկելու Նյու Յորքին չեմ ղրկելու ասում էր նախագահ հիմա ինչպես կլինի չգիտեմ բայց եւ այնպես ասում էր այստեղ տեսնում եք Զոհրան Մամդանի ընտրվել է սրանք նորից տեսակ Վիրջինիա եւ Նյու Ջերսիի նորընտրյալ նահանգապետներին եք տեսնում Կալիֆոռնիայի ռիփաբլիկանները հիմա 3 նաև Կալիֆոռնիայում ընտրություն տեղի ունեցավ redistricting որ ցես բացատրեն էի որ երբ Տեքսասում նախագահ Թրամփի հրահանգով նահանգապետը Տեքսասի տարածքները փոխեց որ ավել ներկայացնի տան ընտրվեն ռիփաբլիկան ընտրվեն այնտեղ դեմոկրատներն էլ այս Գավին Նյուսոմը այդ տարածքների փոփոխությունը այնպես գծագրեցին gerrymandering ասում են որ ավելի շատ դեմոկրատ ընտրվի մինչև հիմա 43 ինչ որ մինչև հաջորդ տարի այդպես է 43 դեմոկրատ կա 9 ռիփաբլիկան այստեղ տեսնում եք gerrymandering այսինքն հատկապես մի ձև գծագրես որ մյուս կուսակցության անդամը չընտրվի
Ամենայն դեպս Կալիֆոռնիայի դեմ հիմա ռիփաբլիկանները դատ են բացարել այս բերումով։ Հիմա Զոհրան Մամդանին ասում է խորհուրդ ունի Թրամփի համար, որ թեև ինքը աշխատել էր ընտրվել է եւ պետք է բասերը անվճար դարձնի, Նյու Յորքում խոստացել է Մամդանին խոստացել, տեսնում եք այս Միքի այս բերումը, որ Թրամփը իր դժգոհությունն է հայտնում եւ ասում է, որ պետք է պատրաստվեն հաջորդ տարվա ընտրության համար, որպեսզի ռիփաբլիկանները կարողանան իրենց մեծամասնությունը պահեն ներկայացների տան մեջ եւ սենատում իհարկե։ Ես պիտի դադարեցնեմ, դադարից հետո երբ վերադառնամ, այդ ժամանակ պիտի խոսեմ ISIS-ին կամ մեղադրում են ISIS-ի անձիկին ձերբակալել են, այդ մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է Orange Shipping հովանավորում է ծրագիրը, եթե ծանոթ ունեք Հայաստան ղրգելու, Orange Shipping գտնում է Sherman Way, North Hollywood-ում է գտնում, մի ծանոթ իրենց հանձնեք, հաջորդ ծանոթը կես գնով կտանեն Հայաստան կհասցնեն, ուրեմն որևէ չափի որ կնեք, հաջորդը կես գնով է լինելու։ Ծրագիրը հովանավորում է Շահին Թուր, հովանավորում է ծրագիրը։ Ձեզ է առաջարկում դեպի Բրազիլիա եւ դեպի Արժանտինա նոյեմբերի 15-ից մինչև 24-ը զանգարեք, եթե ցանկություն ունեք այդ տարածքները գնալու։ Իրենք իհարկե ուրիշ թուրեր նաև կազմակերպեն են, կարող եք զանգարել հավելյալ տեղեկությունների համար։ Դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյանը հովանավորում են ծրագիրը, գտնվում են Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում Բրբանք քաղաքում է իրենց ատամնաբուժարանը, որևէ հարց ատամների հետ ունեք, մաքրման է, արյուն է ուսում, ատամների պրոթեզ պիտի տեղադրեք, ուրիշ հարցեր ունեք ատամի հետ, զանգարեք այս հեռախոսահամարին եւ ժամադրություն վերցրեք։ Ծրագիրը հովանավորում է Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը։ Ձեզ է առաջարկում 3 սրահներ այս Vivaldi Venues-ը 300, 150 եւ 120 տարողությամբ capacity-ով։ Իսկ ամեն օր ճաշ է առաջարկում, որ դուք կարող եք գնալ իրենց մոտից վերցնել կամ իրենք բերեն ձեր տանը։ Հեռախոսահամարը ձեզ մոտ նշանակեք կվերադառնա։ Ձեզ հաղորդել որ 5 հոգու Դիթրոյթում, որը մուսուլմաններ են ձերբակալեն, Դիթրոյթում մուսուլմաններ շատ են ապրում, արաբ մուսուլմաններ շատ են այնտեղ ապրում եւ ձերբակալեն էին մեղադրանքով, որ իրենք տերորիստական ակտ են ուզում կատարեն Հալովինին, անցյալ շաբաթ Հալովինի ժամանակ եւ ճիշտ այդ օրը առավոտյան գնացել էին ձերբակալել էին։ Եվ հետո նկարներ երկար ժամանակ իրենց հետևել էին, նկարներ կա որ գնում են այս ռեյնջ են գնում, հրաձգարան են գնում, որ փորձեր են կատարում եւ այլն, իհարկե իրենց փաստաբանն ասում է որևէ այս մարդիկ մի բան չեն արել, օրինակ գրեն Հալովինին մի բան կպատահի իրար հետ տեքստ են արել, դա չի նշանակում որ կգնան տերորիստական ակտ կանեն, ասում է իրենց փաստաբան։ Ամենայն դեպս FBI իրենց ձերբակալել է, իսկ այսօր նաեւ 2 հոգու ձերբակալեցին։ Հետաքրքիր որ մեկ իրանցի, ամերիկացի իրանցի, որ դասավանդում է Նյու Յորքում, պրոֆեսոր է, դասավանդում է եւ այսպես պոետ է, այսինքն բանաստեղծություն է գրում, անգլերենով իհարկե, ինքը բանաստեղծություն է գրում, բավական ճանաչված մարդ է այնտեղ, այն տարածքում, Նյու Ջերսի, ապրում է Նյու Ջերսիում, դասավանդում է Նյու Յորքում, իր տղային ձերբակալել են, որ ասում են, որ ISIS ծայրահեղ իսլամների հետ կապի մեջ է եղել եւ մեկ ուրիշ անձնավորության նաեւ էլի ձերբակալել են, որ ISIS-ի կամ ծայրահեղ իսլամների հետ մեղադրում են կապ ունի։ Իհարկե սրանք
ամեն ինչ մեղադրանք է, մինչև գնան դատարան եւ հաստատվի, որ մեղավոր են։ Հիմա ես այստեղ ուզում եմ ցույց տալ, այս երիտասարդին տեսնում եք ձերբակալել են, իսկ մյուսը նաեւ քիչ հետո պիտի տեսնում եք այս Սեդարատ անունով իրեն հայրը Ռաջեր Սեդարատ, վրացացի պրոֆեսոր է համալսարանի, բանաստեղծ է, գրություններ ունի անգլերենով, երկուսին ձերբակալել են, իհարկե ջոկ իրար կապ չունեն սրանք, այսպես ասում եմ, բայց ուրբաթ օրը ձեզ հաղորդել էի, որ FBI-ը Դիթրոյթում գնացել էր 5 հոգու ձերբակալել էր, բոլորը սրանք մեղադրանքը այդպես է, որ սա Դիթրոյթի բնակարանն է, որ 5 հոգու ձերբակալին այս բնակարանի մեջ, երկուսի մեղադրանք տեսնում եք, սա հրաձգարան գնացել են կամ shooting range են գնացել, փորձեր են կատարում, հրացաններ ունեն, հրացաններ են առել եւ այսպես ասացի իրենց փաստաբան ասում են բոլոր ամերիկացի հրացան ունեն, բոլորը գնում են հրացանով, ատրճանակով փորձեր են անում, հրաձգարան են գնում, shooting range են գնում, ուրեմն սրանք չեն տարբերվում նրանցից։ Ասացի բոլորը սրանք հետո դատարանում հարցը կա։ Ես եմ Գազայի մասին խոսել, գիտեք Իսրայելը իրեն զորքը մի մասամբ հետ է քաշել, բայց խիստ սով է տեղի ունենում Գազայում, շարունակենք, տեսնում եք, տարածքներն եք տեսնում, ամեն ինչ հողի հետ հավասարված է, մի բան չէ, սա տեսեք հիմա մի տարածքներ, Գազա շենքեր եք տեսնում, իսկ հիմա տեսեք ամենը փլատակների մի հատ շենք այդտեղ չի մնացել։ Շենքերն էլ ինչ մնացել են վնասված է, որ պիտի բոլորը քանդել ու նորից կառուցել։ Այսպես տեսնում եք Գազայի վիճակը, որ այսօր լրագրողներին թույլ էին տվել այս երիտասարդը նրանցից էր, որ 1144 հոգի ձերբակալել էին, դիակը գտել են հետ են տվել Եվ սա Գազայում տեղի ունեցող ուտելիքի համար պետք է այդպես դժվարությամբ ձեռք բերեն։ Ես ուզում եմ խոսել Շայնբաումի մասին։ Այս կինը Մեքսիկոյի նախագահն է։ Հիմա գնում է հանրության հետ հանդիպելու, տեսնում եք այսպես ավել երրորդ աշխարհի երկրներում մի մարդ գալիս է աշխատում է նախագահին համբյուրի։ Հետո աշխատում է ձեռք տա իր կրծքին։ Հիմա ես ուզում եմ ցույց տալ Մեքսիկոյի նախագահ, այդ կինը Մեքսիկոյի նախագահն է։ Անձնավորությունը մոտենում է, երբ ինքը ժողովրդի մեջ եկել է հանդիպում է եւ ասել է տատ են բացանալու, որտեղ մեր երկրում նման դեպքեր շատ է պատահում, ուրեմն պետք է անպայման տատ տեսնում եք այդ տղամարդը ձեռքը դրել է կրծքին եւ աշխատում է իրեն ամփյուրի եւ ամփյուրում է իհարկե, այսպես տեսնում եք։ Սա է, որ ասում է ես ինձ համար չի, այս նույն անձնավորությունը նույն օրը երկու ուրիշ տեղ, հիմա որ հետևեն են իրեն, որտեղ նախագահն է այս հարցը հետևում, երկու ուրիշ տեղ, երկու ուրիշ կնոջ նաեւ հենց այդպես աշխատել է, իհարկե խմիչք էր օգտագործել, արփած գնում է, այսպես տեսնում եք։ Հազիվ իրեն հեռացնում են նախագահից, ձերբակալել են, տատի պիտի տան, այսպես տեսնում եք այս, եւ տեսնում եք ամփյուրում է նախագահին եւ հիմա անցյալ ցույց տվեմ, որ ձերքը կրծքին է սեղմում։ Ես ուզում եմ խոսել թայֆունի մասին, թայֆուն կամ փոթորիկ է այստեղ hurricane են ասում, արևելյան հեռու արևելքում, Չինաստան այդ տարածքներում Ասիայում թայֆուն է կոչվում, ինչ որ տեսնում եք Ֆիլիպինում տեղի ունեցող տասնյակ մարդ այս թայֆունի փոթորիկ անձրևի հետևանքով Ֆիլիպինում մահացել են, դեռ փնտրում են դիակները, չգիտեն ճշգրիտ անգամ քանի հոգի է մահացել, մինչև ջուրը երևի իջնի հետո հետևեն։ Ես ուզում եմ ցույց տալ հիմա նաև տիեզերքում
կանգար գոյություն ունի, որ ամերիկացի ռուսները գնում են այդ կանգարը, այսպես տիեզերք են գնում, տիեզերանավով գնում են տիեզերք այնտեղ։ Իսկ ամերիկացիք թույլ չտվին, որ չինացիները նաև այդտեղ միանան։ Իրենք ունեն իրենց տիեզերքում, իրենց այս տիեզերանավն ունեն այնտեղ, իսկ հիմա 3 հոգի Չինաստանի այս տիեզերագնացները պիտի վերադառնան, մի գիտեք տիեզերքում այս տարիների, երկար տարիների ընթացքին օդանավի կտորներ, քարեր, ամեն ինչ այնքան աղ կա, այդ տիեզերանավը, որ պետք է գար իրենց հետ վերադարձնել, մի խոշոր քար, այսպես գալիս, տիպչում է, վնաս է հասցնում, 6 ամիս էր իրենք այնտեղ էին, հիմա պետք է ավել երկար սպասեն, մինչև մեկ ուրիշ տիեզերանավ շարունակենք, բարձրանա, գնա այս 3-ին հետ վերադարձնի, այդտեղ տեսնում եք այս տիեզերագնացները, որ այս 3-ը պետք է վերադառնային, ամեն ինչ պատրաստեն էին, բայց տիեզերանավը չեկավ, որ կարողանա իրենց հետ վերադարձնի։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից, պետք է food bank-երի մասին խոսեմ։ Նյու Յորքից մի գեղեցիկ նկար ցուցադրեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Չոփուրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Հակոբ Չոփուրյան եւ իր դուստրերը երկուսն էլ փաստաբանեց, ես առաջարկում են, եթե ավտովթար ունեցաք, այս հեռախոսը համարին զանգարեք, accident ունեք, այստեղ զանգարեք։ Ծրագիրը հովանավորում է նաեւ Երևան shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան shipping ձեզ է առաջարկում $2.99 օդանավով կարող եք ձեր ծանոթը ուղարկել Հայաստան, մի քանի օր հետո ձեր ազգականը կստանա։ Իսկ գումար կարող եք փոխանցեք 1% են վերցնում, $100 ղրկեք, $1 կտա, $500 ղրկեք, ընդամենը $5 եք տալիս։ Լանկեշին փողոց Նորթ Հոլիվուդում իրենց կենտրոնն է, Գլենդելում, East Palmer եւ Adams փողոցի հատման կետում է գտնվում։ Ծրագիրը նաև հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Եթե տեղերի կարիք ունեք, զանգարեք հեռախոսահամարը, այստեղ տեսնում եք 818-600-777։ Իրենք ձեր տեղերը կբերեն տանը կամ դուք կարող եք գնալ իրենց մոտից Glen-Oaks եւ Highland փողոցի հատման կետում գտնվող այդտեղ վերցնել։ Դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը, ալերժի ու ասմի հետ խնդիրներ ունեք, այս մասնակետն է 30 տարուց ավել փորձառություն ունի, հեռախոսահամարն է անպայման զանգահարեք իրեն։ Ծրագիրը նաև հովանավորում է Hollywood Piano-ն հովանավորում է ծրագիրը։ Դաշնամուր կնելիս կամ բարձելիս այցելեք Hollywood Piano։ 1928 թվականից աշխատում է 2 հարկի մեջ 600 դաշնամուր գոյություն ունի, կարող եք իրենց հետ խոսել։ Դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը, աչքի վիրահատող մասնակետ է, surgeon-ը։ Եթե Jackson, Glendale-ում իհարկե Jackson եւ Colorado եւ Glendale Avenue ճիշտ հատում են, այդ շենքը այդտեղ է գտնվում, հեռախոսահամարը զանգարեք եւ 7 ուրիշ կենտրոններ ունի, տեսեք որը կլինի ամենամոտիկը ձեր բնակարանին։ Ծրագիրը նաեւ հովանավորում է Ես ուզում ցույց տալ, տեսեք լուսինն է, սա Նյու Յորքի աշտարակներն են, տեսնում եք այդտեղ թռչունը կա, տեսեք ինչպես Empire State Building-ն եք տեսնում եւ լուսինը վերևում կամ կողքում, այսպես գեղեցիկ պատկեր էր ինչ որ տեսանելի էր Նյու Յորքում։ Ես ուզում եմ jackpot-ի մասին խոսել։ Mega Million jackpot-ը 843 միլիոն է լինելու այս ուրբաթ օրը, որ եթե դուք շահեք, հույսով եմ մեր դիտողները շահեն, 391 միլիոնից ավել գումարը ինչ որ ձեզ կհատկացնեն։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից պետք է խոսեմ Tom Brady-ի մասին, ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիրը։ Եթե
դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, Raffi's Market-ում պատրաստի ճաշ կարող եք վերցնել։ Court Furniture-ով անավորում է Central եւ Մրթել փողոցի հատման կետում է գտնվում 100-ից ավել խանութներ ունի Court Furniture-ը, նոր մատրես գնելիս իրենց խանութներից մեկը այցելեք։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է ով անավորում։ Եթե հրդեհ տեղ ունեցել ձեր տանը, bankruptcy պիտի ֆայլ անեք, accident եք ունենում, այս հեռախոսը համարը ձեզ մոտ ունեցեք։ Դոկտոր Իբրահիմի ով անավորում է այս ծրագիրը 4 կենտրոններ ունի, եթե թաթի վրա թաթի տակ վերք է լինում, չի լավանում, անպայման բժշկի պիտի հանդիպեք, քայլում եք շնչասպառ եք լինում, այս հեռախոսը համարն է իրենցը։ Ծրագիրը Սոնաֆե տարեցների կենտրոնն է ով անավորում, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ձեզ կտանեն ու կվերադարձնեն, որպեսզի դուք ձեր ժամ անցկացնեք ձեր հասակակիցների հետ խաղերով եւ ուրիշ մարզանք եւ այլն այնտեղ կարող եք ունենալ։ Jackpot-ն ով անավորում ծրագիրը Jackpot ձեզ է առաջարկում հագուստներ, կոշիկներ, պայուսակներ, իրենց խանութը թահանգահում փակեն են, շատ ապրանք ունեն, շուտապույտ ուզում են վաճառեն։ Սրանք ինչ որ տեսնում եք ընդամենը $1 է։ Անաշե Gift-ն ով անավորում ծրագիրը ձեզ առաջարկում այս սուրճ պատրաստելու սարքավորումը, որը էլեկտրական է, $19 իջեցրած է $9.99։ Անաշե Gift գտնվում 1937 West Glen-Oaks փողոց կվերադառնա։ Ինձ հիշեցրին, որ ժամը եկել է իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։